Եվ եթե ես տեսնեի, որ այն մարդիկ, ովքեր որ այս ընթացքում այսպես Աստծո նկատմամբ իրենց ուխտը դրժելուց հետո չեն շարունակում քահանայություն անել, միգուցե ես էլ իմ կապան կամ ֆարաջան կհանեի եւ եկեղեցուց դուրս կգայի, բայց միջև Տեր Արամին կարգալույց անելը, գիտեք, ինձանից առաջ ինչքան մարդիկ կան, որ ուխտադրուժ են եղել Աստծո հետ, հա, իրենց ուխտը խախտել են եւ այսօր եկեղեցում իրենց սպասավորությունն են անում, նրանց այսպես ժողովուրդը գիտի որպես կարգալույց չեղած մեկը ու նաև նրանց ձեռքից էլ հաղորդություն է առնում։ Իսկ Տեր Արամը, որ ուղակի ըմբոստացել է, հա, այն եկեղեցու մեջ տեղ գտած վատ դեպքերի հետ կապված, այն արարքների հետ կապված իր խոսքը բարձրաձայնել է եւ ուղակի իրենց հետ համաձայն չի եղել, ահա նրանց աչքերում ես այլևս քահանա չեմ։ Փաստացի կարգալուծությունը ուղակի թղթաբանության վերածեց այդ process-ը ընդհանուր, բայց խորքում երբ որ ես առաջին օրվանից սկսեցի այս ամեն ինչը լուսաբանել, այլևս ես նրանց համար եկեղեցուց դուրս էի դրված։ Ինչ է կարգալուծությունը, եթե ոչ այդ եկեղեցուց դուրս դնելը։ Հավատացեք, որ այս ամեն ինչը շուտվանից է սկսված այս process-ը, թե մի առաջնորդը դեռ ամիսներ առաջ ինձ ասում էր, որ դու չես կարող քահանա լինել, դու գրավոր նկատողություններ ունես ստացած, այսքան գրավոր նկատողություն ստացած հոգևորականը չի կարող քահանայություն անել եւ ես հարց ունեմ, էլի, օրինակ չգիտեմ, երեխա մկրտելու համար, փոքրիկ երեխային ավետարանը տալու համար քահանան չի կարող քահանայություն անել, բայց կուսակրոնության ուխտը ընդունած եւ սիրուհիներ ունեցող կին երեխաներ ունեցողը կարա հաղորդություն տա, իր տված հաղորդությունը համարվում է հաղորդություն, իսկ ուղղակի եկեղեցու խնդիրները բացաձայնած հոգևորականի հաղորդությունը հաղորդություն չէ կամ ով է այդ սիրուհի ունեցողը շատերը անուններ այս պահին չեմ տա, բայց եթե ես տեղեկացնում եմ, եթե այդ հոգևորականները որևէ բան կխոսեն, եղբայրաբար ուղղակի նրանց ասում եմ, իմ տեղեկությունները հստակ են, փաստերի հիման վրա, ես ուղղակի կգա մի պահ ու մեր հանրությունը կիմանա ով որտեղ է իր մազերը կտրում, ով որ լրագրողական ցանցի հետ է համագործակցում, այո, ես արդեն ակնարկներ եմ անում, որ շատերը դրանից կհասկանան, թե խոսքը ում մասին է եւ Գնեք, ձեզ համար ընդունելի էր այդ մարդկանց կամ հոգևորականների կողմից ձեռնադրվել, լոծվել քահանա։ Ուրեմն տեսեք, ես 2009 թվականին ընդունվել եմ Գևորգյան հոգևոր ճեմարան, բոլոր քննությունները ինքս եմ տվել, ես եմ իմ վրա աշխատել, իմ զարգացմամբ զբաղվել, եկել հասել եմ մի կետ, որ դուք մի մտածեք, որ այո, իրենց ձեռքով եմ ես ձեռնադրվել, բայց վերջապես ինձ կանչողը ոչ թե իրենք են եղել, այլ Աստված։ Վերջապես յուրաքանչյուր քահանայի քահանայության կանչողը ոչ թե մարդն է, այլ Աստված։ Եվ այս իմաստով ներողություն եմ խնդրում, ես Աստծո քահանան եմ, ոչ թե մարդու քահանան։ Բայց այդ ժամանակ եք իրենց կողմից դուք չգիտեիք, որ իրենք կուսակրոնության ուխտը խախտել են, կամ դուք տարիներ շարունակ հիմա տպավորության հավաքագրվել է ինչ-որ ինֆորմացիա ձեզ տրվել։ Վերջին անգամ երբ եք եղել։ Ճիշտ ասած մի քանի ամիս առաջ։ Իսկ բոլորն են, որ մի քանի ամիս առաջ են այստեղ։ Իսկ ինչ դեպքերի հիման վրա եկա Կոհանավան։ Ձեր սկանդալային հայտարարությունների։ Սկանդալ է։ Այսինքն, մինչև այդ միգուցե շատերը իմ անունս չգիտեիք, ինչ չէիք ճանաչում, որոշակի դեպքեր, իրադարձություններ տեղի ունեն։ Դուք Facebook-ից արդեն էիք, որ Կադիրովի նման ղեկավար էիք ցանկանում Հայաստանի համար։ Ես ճիշտն ասած հիմա էլ եմ Կադիրովի նման ղեկավար ցանկանում։ Եվ սխալ չեմ համարում։ Իսկ դուք կարծում եք, որ Կադիրովը բռնապետ է։ Այդ նույն բանը Չեչնիայում կարող եք հայտարարել։ Միգուցե քաղաքականության մեջ տարիներ առաջ ես նաև որևէ մեկ իրի կամ առարկայի մասին հնարավոր էր, որ այլ պատկերացում ունենայի, բայց թույլ տվեք ասել, որ ես մեծացել եմ, զարգացում է որոշակի տեղի ունեցել, հետընթաց թե առաջընթաց, սրա մասին ես չէ որ պետքա վկայեմ, բայց ես շատ շնորհակալություն այս հարցի համար, լավ հարց տվեցիք, ինչու այս արշավի ֆոնին, ես հարցին պիտի փորձեմ հարցով պատասխանել։ Ինչու ամբողջ
թնջուկի մեջ որոշեցին ինձ այսքան հալածել, որովհետև տարի ու կես է Տեր Արամը հալածվել է, սիրելիներ, ուզում եմ որ արձանագրեք, ես հալածված կերպար եմ, ստորացված կերպար եմ, իմ եկեղեցական վերադասի կողմից ու որոշել եմ այլևս չլռել ու սրա մասին չասել։ Իմ կարծիքով դուք պետքա յուրաքանչյուր քաղաքացու եւ արդարության շահերը պաշտպանեք, ձեր անելիքը լուսաբանելն է եւ չգիտեմ, հիմա այստեղ լրատվականներ եմ տեսնում, որ միգուցե ներողություն եմ խնդրում ասացի։ Ո՞վ է հակա եկեղեցականը։ Այն մարդը, ով որ ասում է, որ եկեղեցու մեջ խնդիր կա, եկեք խնդիրը լուծենք, թե այն մարդը, որ խնդիրը կոծկում է։ Իմ կարծիքով խնդիրը կոծկողը Պատարակների ժամանակ չեք հիշատակել ձեր թեմակալ առաջնորդին եւ կաթողիկոսին։ Ես ուզում եմ ուրեմն կաթողիկ ուրեմն շեշտել եմ, հիշատակել եմ, ես չեմ հիշատակել Արագածոտնի թեմի առաջնորդին։ Պատարակի տեքստ փոխելու Ես տեքստ չեմ փոխել, ուղղակի անուն կար, որ կարծում էի պատարակի ժամանակ չպետք է տայի այդ անունը։ Չէ, անձնական չի, այն ընդդիմությունը, որ ձևավորվել էր իր անձի շուրջ, նաև մեր թեմում, հուշում էր ինձ, որ այդ մարդը հոգևորի հետ կապ չունի, իսկ պատարակը սրբազան խորհուրդ է, իսկ սրբազան խորհրդի ժամանակ հոգևորի հետ կապ չունեցող մարդկանց անուններ չպետք է տա։ Մի բան ճշտեմ էլի, ինչպես է հա կարգը, պայմանագիր աշխատանքային կնքվում է թե ոչ, աշխատանքային օրենսգիր կես դեպքում։ Աշխատանքային պայմանագիր մենք չենք կնքում, տեսեք, անգամ կարգալուծության հետ կապված, երբ որ բերել են այդ հրովարտակը ցույց էին տվել, որտես աշխատանքային քո պայմանագիրը այլևս խզված է, մենք երբ որ աշխատանքային օրենսգրքի շրջանակներում պայմանագիր կնքվում է ձեր եկեղեցու չենք կնքում։ Դուք Կիրակի պատարակ եք հրավիրել։ Այո։ Ձեր աջակիցներ ունեք աջակիցներ ովքեր Դուք կողմ եք իմ աջակիցները կարծում եմ, չէ՞։ Թե չէ։ Ես հայ առաքելական եկեղեցու աջակից եմ։ Ուրեմն իմ աջակիցն եք։ Կան ձեր ներողություն էլի վերջ ասեմ հարցս։ Ձեր աջակիցներ կան, ովքեր ցանկանում են, որ դուք այդ պատարակը իրականացնեք, եւ կան մարդիկ, ովքեր դեմ են, որ դուք իրականացնեք, հաշվի առնելով, որ կարգալույծի կարգավիճակ ունեք, որքան էլ որ դուք ներողություն էլի, որքան էլ որ դուք չեք ընդունում կարգալույծի կարգավիճակը, չեք անհանգստանում, որ վանքում կարող են իրադարձություններ տեղի ունենալ բախում, հա, ու չգիտեմ, այլ կերպ ընթանալ։ Ճիշտն ասած չեմ անհանգստանում, չեմ անհանգստանում, մարդկանց կարծիքները կարող են տարբեր լինել, ինչպես նրանց քթերը, որովհետև ինչքան մարդ չի կարող առաջինը լինել հայհոյող, սա ուզում եմ արձանագրել, որովհետև այս ամբողջ ընթացքում էին առանց ամբողջական տեղեկություններ ունենալու եւ ես ուղղակի հասկանալի տեղն է, բայց այն մեղավորների, ովքեր որ ուզում են մաքրվել, իսկ այն մարդիկ, ովքեր ցանկություն չունեն ապաշխարելու, սրբվելու, մաքրվելու եւ որոշել են, որ իրենք եկեղեցին են, շտապում եմ այդ մարդկանց հիասթափեցնել, որ մենք մեր եկեղեցին կպաշտպանենք։ Գնայք, դուք ասում էիք, որ ամուսնացածը չի կարող կաթողիկոս լինել։ Ությունները ճշտված են, 100%-անոց են, ու եթե կասկածում է Մայրաթոռը կամ ամենայն հայոց կաթողիկոսը, կարող է դիմել դատարան եւ ես դատարանում կհաստատեմ։ Եթե ասում եք ամուսնացած է, ինչու եք այդ դեպքում շարունակում ասել ամենայն հայոց կաթողիկ։ Դե դուք ասեցիք, ես էլ շարունակեցի ձեր ասացի։ Դու հիմա ձեզ համար Գարեկին երկրորդը ամենայն հայոց կաթողիկոս է, թե ինչպես իշխանության շատ ներկայացուցիչներ։ Եկեք ես հարցին չպատասխանեմ, ներողություն եմ խնդրում։ Կարելի է մի հատ հարց տամ։ Տեսեք, մենք տարիներ շարունակ տեսել ենք ինչպես են տարբեր բախումների ժամանակ եւ այլն, խոսում եմ, հա, երբ տարբեր բախումների ժամանակ, երբ քահանաները, հոգեվորականները կանգնել են ոստիկանների եւ մարդկանց միջեւ, որ թույլ չտան այդ բախումը։ Հիմա Կիրակի օրը ինչ որ առումով դուք եք այդ բախումը այո կիզակետում լինելու, հա։ Ես նպատակ ունեմ։ Այս մարդիկ մեր երկրի զավակներն են, մեր հայ հավատացյալներն են, իրենք էլ հայ առաքելական եկեղեցում մկրտվածներ են, կարող են այո իրենք էլ գնալ եկեղեցի, մասնակցել պատարակների, նաև այդ օրը ծառայություն ունեն իրականացնելու, քանի որ Հայաստանի Հանրապետության վարչապետն է այստեղ լինելու, իրենք նաև իրենց ծառայությունը կմատուցեն։ Ես կարծում եմ, որ այս իմաստով որևէ խնդիր չկա եւ իրենք ուղղակի պիտի անեն այն, ինչ որ պիտի անեն։ Դուք հայ եկեղեցին թույլ չի տալիս կարգալույց քահանային ծիսակատարություններ իրականացնել։ Հայրաքելական եկեղեցին թույլ չի տալիս կարգալույց հռչակված քահանային նման ծիսակատարություններ իրականացնել։ Ինչպես եք պատրաստվում Կիրակի օրը։ Փաստեր ներկայացնել, ինքը թող դատարան դիմի, ես հակառակը կապացուցեմ։ Ձեր փաստը երեք ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն է, որտեղ դրանից հետո դուք այսօր ձեր մեջ ցանկություն չկա այդ ամենը իմանալու։ Ինչը։ Եթե այդպես է կա նմանատիպ բան, որ դուք ճշտեք։
որ ճշտեք, կա թե ոչ։ Ես զարմանում եմ, դուք ինչ եք զարմանում, որ ես հիմա որոշեցի։ Ոչ թե ձեզ համար պետքա կարևոր լինի, թե օրվա որ ժամին ես որոշեցի եւ որ թվականին եւ որ ամսին, այլ պետքա առհասարակ արդեն այն խնդիրը, որի մասին որ ես բարձրաձայնում եմ, որպես լրատվամիջոցներ պետքա հետամուտ լինեք դա ճշտել, ոչ թե Տեր Արամը Երբ բարձրաձայնել եք, դա իսկապես հիմա եմ բարձրաձայնել, հիմա եմ բարձրաձայնել։ Ասում եք, որ բացատրություն չունեմ։ Համար եք ճշտի, համար եք պայքարում, եկեղեցու պայքարում, ձեր պայքարը կարող եք 3, 4, 5, 6, 7 տարի Ժամանակ քահանա չէի։ Ես այն ժամանակ քահանա չէի, Զոր ջան։ 3 տարի առաջ այսքան փաստեր չունեի։ ոնց հայտնվեց։ Իսկ հիմա փաստեր ունեմ։ Բայց ինչպես ստացվեց, որ ձեր փաստերն ու Նիկոլ Փաշինյանի փաստերը համընկան։ Չի լինի այդպես։ Դրա համար ուզում ենք չենք ասում չի լինի, ասում ենք ինչպես եղավ։ Նիկոլ Փաշինյանի կապերն էլ մի քիչ կան։ Լավ է, մոտենք։ Չէ, ուղղակի մի քիչ կասկածելի է, նույն կապերն ունեք, որ նույն փաստերն եք հավաքում։ Նորմալ է, Զոր ջան, նորմալ է, բան մի արեք։ Մի հարց էլի դուք նշում եք, որ հայհոյել չի կարելի, որ դուք էլ եք դեմ դրան, բայց քիչ առաջ եւ եկեղեցում այստեղ հավաքված էր հետևորդները, հավատացյալները եւ հիմա եւ խոչընդոտում են եւ ձեր ասած հանդուրժողականությունը չեն ցուցաբերում, այս ոնց։ Տեսեք, ակելում են մեզ եկեղեցի մտնել։ մի փոքր առաջ ասեցի, չէ, որ եկեղեցին մեղավորների տեղն է։ Սպասեք։ Դուք չեք կարող։ Ձյաձ Արամ ջան, ամեն բան լավ է, հայրիկ։ Ձյաձ Արամ ջան, տեսեք, ձեզ այստեղ ոչ մեկ չի սպառնա։ Չէ, Ձյաձ Արամ ջան, դուք իր սիրտը չեք ճանաչում, որ եթե մարդուն ճանաչեիք, կտեսնեիք, որ ես սրտեր քննող Աստված չեմ, բայց Ձյաձ Արամի հետ 6 տարի է ինչ կապ ունի։ Դա մեր հարցի հետ ինչ կապ ունի։ Ազգային ժողովի անունից առաջին անգամ այլ հայտարարություններ հնչեցին, այս անգամ էլ մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Մեկնաբանություններ չունեմ, Արամ առաջինը իր ասածը պետք է մեկնաբանի։ Այո, կմեկնաբանեմ։ Ուրեմն քանի որ ասել էի, որ եկեղեցին մեղավորների տեղն է, ես ուրեմն տեսնում եմ, որ այո, մենք որոշակի խնդիրներ ունենք, շտկվելու ճանապարհ ունենք, ապաշխարելու, անցնելու ուղի ունենք, եւ ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում շարունակելու իմ ծառայությունը իմ ժողովրդի հետ, որ հաջորդ անգամներին Աստված մի արասցե, եթե այսպիսի բաներ կլինեն, մեր ժողովուրդը ավելի Ներողություն, որ խնդրեմ նորից վերադառնալով Չեչենիայի ղեկավարին, հա, ձեզ ինչով է գրավել բռնատիրական ռեժիմներով հայտնի ոչ ժողովրդավար Կադիրովը, որ ասում եք հիմա էլ եմ ուզում Կադիրովի նման ղեկավար։ Ես գիտեմ, որ Կադիրովը ժողովրդավար է եւ գիտեմ, որ իր ժողովուրդը իրեն սիրում է, իսկ որևէ մեկին սիրելուց առաջ այդ մարդը պետքա գործերով ապացուցի։ Ինչքան որ տեղեկացված եմ, որովհետեւ մենք կարող ենք խոսել ինչ-որ բաներից մեր ունեցած տեղեկություններով։ Իմ ունեցած տեղեկություններով ես գիտեմ, որ ինքը այո որոշակի խստություն կիրառում է իր ժողովրդի հետ, իսկ իր ժողովուրդն էլ իրեն դրանից հետո սիրում է։ Իսկ դուխով գրառում ինչ է նշանակում։ Դուխով գրառում եք դուխ եւ անգլերեն ով գրել էիք որտեղ ձեր Facebook-յան էջում։ Ոչ չեմ հիշում ճիշտ ասած 2020 թվականին չեմ էլ հիշում էլի որտեղ եմ գրել այդ ամեն ինչը ինչ պայմաններով ընտանիքի հետ վերջին անգամ երբ եք հանդիպել, կապի մեջ եղել, դուք նշել եք որ 5 անգամ նրանց հետ առնչվել եք։ Վերջին անգամը երբ է եղել։ 2024 թվականին, երբ որ վարչապետի կինը այցելել է Հովանավանք։ Կիրակի վարչապետի հետ պետքա հիշողությունս լարեմ։ Ձեզ Կիրակի օրը օրինակ եթե բախում եղավ, հա, այս Կիրակի, չէ, բախում եղավ։ Ինչ կանեք, պատրաստ եք խաղաղության։ Կիրակի որ Սասուրո ջան, կասեմ, Կիրակի որ բախում լինի, պատրաստ եք։ Ուրեմն Կիրակի որ Կիրակի Տեսեք, ես Սուրո ջան, ես կպատասխանեմ։ Մի բան ուզում եմ ֆիքսենք։ Տեսեք, թողեք ես այս հարցին պատասխանեմ, բայց Կիրակի որ բախում լինի, պատրաստ եք հանուն խաղաղության ենթարկվել ձեր կաթողիկոսի, այն կաթողիկոսի, ով ձեռնադրել է ձեզ, պատրաստ եք ենթարկվել ձեր կաթողիկոսի որոշմանը։ Բախումներ ունենալու որոշմանը։ Եթե բախում լինի հանուն խաղաղության։ Տեսեք, երբ որ կաթողիկոսը ինձ կարգալույց է արել, արդեն իսկ ինքը պատրաստ է եղել բախումների։ Մեր կաթողիկոսը բախումներ հրահրելու փաստորեն ցանկություն է ունեցել։ Եթե մարդկանց միջև պատրաստ եք այդ հանուն խաղաղության, որ խաղաղություն։ Ես ուղղակի իրենց բոլորին ուզում եմ, որ իրենք այն գիտակցությունն ունենան, որ պատարագը իմ պատարագը չի,
եւ նաեւ Հայաստանի Հանրապետության պատարագը չի, պատարագվողը Հիսուս Քրիստոս է, եւ եթե իրենք իսկապես հոգեվոր այդ կեցվածքը ունեն, հոգեվոր այդ մտածողությունը եւ առողջ մտածողությունը, ուրեմն որևէ մեկը Քրիստոսի սուրբ պատարագը չի կարող խոչընդոտել։ Դուք հիմա անում եք այդ ներողություն ձեր աջակցությունը։ Ձեր այս հետևում կանգնած ձեր աջակիցը։ Դուք ո՞նց եք մոտենում Քրիստոսի։ Նման տեղեկություններ չունեմ։ Դուք հիմա շարունակում եք անել այդ պատարակներ, Այո, դե ասացին այսօր ամուսնությունը Մայրաթոր Սուրբ Էջմիածինը դեռ իմ կարգալուծությունը, դեռ իմ կարգալուծությունը պետք է, հա, ու այսպես հստակեցնի, դեռ այն ինչ որ իրենքը Ջաջարամ ջան, հա, հեսա խնդրեմ շարունակեք էլի դուք եւ այսօր ասեցին որ պսակադրությունը հրաժարվել են, հա, որ դուք անեք։ Ոչ, չէին հրաժարվել, այդ մարդիկ ցանկացել էին որ պսակադրությունը ես անեի, այս ամենից հետո ցանկացել էին որ ես անեի, անգամ հայրը մոտեցավ ու մյուս քահանային խնդրեց որ արարողությունը ասես Տեր Արամն է անելու, բայց երբ որ դուրս են եկել դուրս եւ հարսին փեսային եւ նաեւ ծնողներին մյուս քահանան վախացրել է որ եթե Տեր Սարգիսը որ եթե Տեր Արամը անի արարողությունը մենք ձեզ վկայական չենք տալու, այս կերպ սպառնացել են այդ մարդկանց, ես հետո նրանց վկայականների հարցերը կլուծեմ։ Սահմանափակվում եմ այսքանով, ես կարգալույց հռչակված չեմ, նորից եմ կրկնում։ Նոր սահմանափակվեք, տեսեք, որ Փաշինյանը ի վերջո իր խոստացված արշավը կատարի Մայրաթոր վեհարանից դուրս հանելու, ինչպես ինքն է բնութագրում։ Դուք կկանգնեք կաթողիկոսի կողքին, թե կկանգնեք Փաշինյանի կողքին, որ շարքում ես կկանգնեմ ճշմարտության կողքին, որ շարքում է լինելու ճշմարտությունը։ Օրը գա բարինել հետը։ Կներեք, դուք Միքայել Սրբազանի դատավարությանը գնացիք առաջին նիստին ներկա եք, դա դուք ձեր կամքով էիք գնացել, թե էլի ինչ-որ։ Իմ կամքով էի գնացել։ Հիմա ինչու էլ չեք գնում։ Իմ ցանկությունն է, չեմ գնում, արդեն դատերը վերջացել է, ուր գնամ։ Ամբողջ դատերին գնացել եք, բայց ինչքան որ հնարավորություն ունեցել եմ գնալու, գնացել եմ արդար էիք համարում դրա համար էիք, գուցե հրապարակեք ինչ որ։ Ես տեսեք, հիմա երբ որ մեկի հետ կապված ասում եմ, որ այս ինչ մարդը գողություն է արել, օրինակ, ինքը կարող է պատիվ պահանջել դատարանով, եւ եթե ես զրպարտում եմ, ես դրա համար կդատվեմ։ Թող փորձեն հոգեվորականին որովհետև հանրությունը, որ ձեր միջոցով սպասում էր պատասխանների, փորձեցի ժամերգության փոխարեն ուղղակի այդ հանրության հարցերին պատասխանել ձեր միջոցով։ Շնորհակալություն էլ չեն կարող պատասխանել, եկեղեցին փակելու ժամանակն է, սիրելիներ, մենք այսօր մեկ ժամերգություն արել ենք արդեն փողոցային բառապաշարով խոսել, որտեղ դուք ձեր հոգեվոր եղբորը ձեր գործը չի։ Շնորհակալ եմ շատ, որ այդ հարցը ինձ տվեցիք, առհասարակ վերջերս ուրեմն Մուղնիում ժողով էր տեղի ունեցել եւ թեմի շատ քահանաներ հայհոյանքներ էին հնչեցրել, նրանցից մեկը հայհոյել էր կնոջս, երեխաներիս, ծնողներիս, դրա մասին ուրեմն մեր հոգեվորականներից մեկը խոսել է, ուրեմն հաղորդում է ներկայացրել, եթե սպասեք, դուք շատ ճիշտ եք ասում, հոգեվորականը իրավունք չունի հայհոյելու, եւ տեսեք, եթե եկեղեցում արդարություն կա, այդ տեսեք, այդ փողոցային խոսելու խոսվածքների, ձեր հոգեվոր եղբայրը հանգիստ խոսում է, դուք ասում եք ձեր գործը չի, ով է իմ հոգեվոր եղբայրը, որ ներկայացնում է ձեզ Արշակ Սրբազանի այդ դիմումը, որտեղ պետք է դուք հանձնեիք։ Որովհետև ես չեմ ուզում, որ իրենք մտնեն մի դաշտ, որը որ իրենցը չի այն իմաստով, որ իրենք չեն հասկանում եւ չգիտեն ինֆորմացիա չունեն, թե ներսում ինչ է կատարվում։ Ես ձեր հարցին պատասխանեցի եւ տեսեք ես հարգեցի, տեսեք կան բան չունեմ ասելու, բայց այսօր կան 40 տարեկան ուրեմն հիմարներ եւ 27 տարեկան խելացիներ, այսինքն խելացիությունը այդքան էլ տարիների բանով շատության պայմանագրով
օրվա։ Միգուցե մի քանի տարի հետո ես հենց ինքս ինձ հիմար կհամարեմ, բայց դրա մասին հիմա չենք ուզում։ Փաշինյանը հայտարարում է, որ պիտի հովանավանքը վերադարձնի ձերն է հովանավանքը անձամբ։